Հայաստանի ինտերնետ դիմակայունության, թվային քաղաքականության, ինտերնետ կապի առաջընթացի ու մարտահրավերների քննարկումներ ինտերնետ կառավարման Հայաստանյան 10-րդ համաժողովի օրակարգում։ Թվային ենթակառուցվածքները եւ կիբերանվտանգությունը այս տեսակետից կարևորագույն խնդիր են, որ պետք է լուծվեն, որովհետեւ հարմարավետությունը, նույն արհեստական բանականության հեղափոխական հնարավորությունները, որ կենցաղում հնարավոր է մեզ բերել բազմաթիվ հնարավորություններ, ոչ միայն կենցաղում, գիտության մեջ, պետական ծառայությունների ոլորտում, որոշումների կայացման քաղաքականությունը շատ ավելի արդյունավետ դարձնելու բոլոր բնագավառներում այդուհանդերձ ունեն ռիսկեր եւ պետք է ուշադիր լինել եւ այդ ռիսկերը այնպես չեն, որ կենտրոնացված ինչ-որ մեկի դեպից հնարավոր է կիրառել, քանի որ հնարավորություններն էլ են բոլորինը, բոլորս էլ միասին պետք է կարողանանք այդ ռիսկերը ընկալել եւ կառավարել։ Թվային ենթակառուցվածքները կարևոր դեր ունեն երկրի զարգացման, տնտեսության աճի եւ տեղեկատվական հասարակության ամրապնդման մեջ։ Հստակ քայլերը կապահովեն ինտերնետ կապի ավելի լավ հասանելիությունն ու անվտանգությունը, նշում է Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ 90-ականներին, երբ ինտերնետի այսպես հանրայնացումը սկսեց լայն գործածություն գտնել աշխարհում, մասնավորապես սկսվեց իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգներից, հետո ավելի զարգացած պետություններում, դա իր արձագանքը գտավ Հայաստանում եւ աշխարհի այս մյուս կողմում, արդեն երևի թե 2000-ականներին, երբ այն սկսեց ազդել լայն հասարակության, կենցաղի, սոցիալ հոգեբանության, արդյունաբերության, կապի համակարգերի եւ ընդհանրապես մարդկանց առօրյա ապրելակերպի վրա։ Ինտերնետ կապն օրորի վերափոխում է բոլորիս, այն հեշտացնում է մեր կյանքը, տեղ ու ժամանակ թողնելով ինքնակրթությանը։ Այլևս չեն գործածվում քաղաքային հեռախոսներ, այլևս են կենտրոնացված տեղերում հատուկ միջազգային զանգերի միացման կենտրոններ չկան, այսինքն այս ամբողջը մեր աչքի առաջ է փոխվել եւ հասարակությունն է փոխվել, զարգացում ապրել, փոխվել են կրթական համակարգերը, փոխվել է ամեն ինչ, այսինքն ինտերնետը մեր կյանքում նոր հնարավորություններ է բացել։ Այսօր մենք կանգնած ենք մի ժամանակաշրջանում, մենք առերեսվում ենք իրավիճակի հետ, երբ արհեստական բանականությունը փոխում է ամբողջական արդյունաբերական ոլորտներ։ Այն իհարկե արդեն իսկ մեր կյանքում, առօրյա կյանքում առկա է, բայց դրա ներկայությունը ես կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում անճանաչելիորեն կփոխի հասարակությունները, կփոխի կենցաղները։ Ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպության փոխնախագահ Ալբերտ Տոնեյանի համոզմամբ Հայաստանում ինտերնետ կապի առաջ ծառացած խնդիրներից մեկը դեպի Եվրոպա կամ Ասիա իր սեփական այլընտրանքային մալուխն ունենալն է։ Հայաստանում գոյություն ունի ինտերնետի փոխանակման հանգույց, որը արդեն 15 տարի է գործում է եւ հիմա էլ մենք նախատեսել ենք այդ հանգույցի ընդարձակում սկզբում դեպի Շիրակի մարզում պատրաստվում ենք բարեհաջող դեպքերի ընթացքի դեպքում Շիրակի մարզում բացել հանգույց, այնուհետև մտածում ենք նաև դեպի հարավ։ Ինտերնետ կապի հասանելիությունը կա, մնում է այն բազմաշերտ հասցնել հանրությանն ու արագ արձագանքել մարտահրավերներին։ Քրիստինե Գյոնջյանն ընդգծում է պետության դերի կարևորությունն այս գործում։ Ինտերնետ կապը այսօր ոչ միայն զուտ կապի ապահովման համար է, այլ նաև ունի շատ լուրջ ռազմավարական նշանակություն թե պետության համար, թե կազմակերպությունների եւ պարզ օգտատերերի համար։ Դրա համար շատ կարևոր է կայուն եւ հուսալի կապի ապահովումը, որն էլ փորձում են մեր օպերատորները այսօր իրականացնել։ Սակայն միայն օպերատորների գործունեությունը միայնակ այդքան էլ արդյունավետ չի լինի, դրա համար անհրաժեշտ է հստակ համագործակցություն պետական մարմինների հետ, որպեսզի արագ օրենսդրական լուծումներ գտնվեն շատ արագ զարգացող թվային աշխարհի զարգացումների համար, քանի որ երևի թվային ոլորտը այն ոլորտներից է, որը այսօր ամենաարագն է զարգանում։ Ինտերնետ կառավարման ֆորումին աջակցող ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամ Քրիստոֆեր Մոնդինին իր խոսքում կարևորեց երիտասարդների մասնակցությունն ու ընդգծեց հայկական ինտերնետ համայնքը նրանց շնորհիվ է փոփոխություններ կրելու։
Ես իսկապես ուրախ եմ այս համագործակցության համար, երբ անհատ մարդիկ իրենց փորձառությամբ, հետաքրքրություններով եւ ուշադրությամբ ներդրում են ունենում ինչպես կարող է ինտերնետը ծառայել իրենց համայնքին, երկրին, հասարակությանն ու ամբողջ աշխարհին։ Դա ինձ լավատեսություն է ներշնչում։ Շատ հաճելի է տեսնել, որ շատ երիտասարդներ թե այստեղ, թե իմ կազմակերպությունում ներկա են եւ մասնակցում են ծրագրերին։ Ես վաղուց գիտեմ, որ հայկական ինտերնետ համայնքը ձեր հրաշալի առաջնորդների շնորհիվ մեծ փորձ կունենա այսպիսի ոլորտներում։ Ինտերնետ կապի ապահովումն անընդհատ ստեղծում է նոր մարտահրավերներ։ Վերջինիս հասանելիությունն ապահովելու նպատակով պետք է ժամանակի ընթացքում փնտրել ու գտնել նոր տարբերակ՝ արբանյակային ինտերնետ կամ այլընտրանքային մալուխային երթուղիներ։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։